Ինչ եք կարծում Հայկ Կոնջորյանի եղբոր հետ կապված սկանդալից հետո Հայկ Կոնջորյանը կդառնա ԱԺ փոխնախագահ թե այս ամենը։ Իհարկե կդառնա, դրանց պինդ երես են դրանք։ Կդառնա, անպայման կդառնա։ Ինքապ հետո ինչ կապ ունի իր եղբայրը, որ հանցագործություն անում կամ բան, դա Կոնջորյանը չի ազդում, եղբայրս ինչ ուզի կանի։ Այնպես որ կդառնա, անպայման կդառնա։ Դրանց ծեծելով էլ խորհրդանիշ չես կարող հանես։ Ոչ, բացառվում է որ հրաժարական կտա։ Նրանք պաշտոն են կիպ կպած մարդիկ են։ Ամեն ինչ կհարթեն ու կանցնի։ Ոչինչ էլ չի փոխվելու։ Չեմ կարծում որ հրաժարվի։ Չգիտեմ, չեմ ուզում դրան պատասխանել։ Տեղյակ չեմ այդպես բաների, չեմ քաղաքականությամբ զբաղվում, չգիտեմ։ Տեղյակ չեք։ Չէ, տեղյակ չեմ։ Դուք եք։ Կներեք։ Ոչ։ Ինչ եք այդպես։ Դե իրանց աշխատանքն տարիներ շարունակ աշխատել են, չեմ կարծում որ դրա պատճառով ինչքան էլ մեղավոր լինեն իրենց խոսքը անցնելու է, իրենց իշխանությունն է։ Ճիշտ ասած, ես երեք աչքովս անցավ Facebook-յան հետո, բայց ժամանակ չեմ ունեցել կարդամ, թե ինչ չեմ կարող ասել։ Ես չգիտեմ ովքեր են մեղավոր, ինչ է կատարվել, և նա ինչ դիրք ընդունել չեմ։ Դա կոնկրետ չեմ կարող ասել։ Չեմ կարող ասեմ, ես ինչ ա եղել, որ ասենք պետք է կոնկրետ իմանաս, ինչի մասը խոսքը գնում։ Ես նայել եմ, լսել եմ, բայց ինչ իմանաս, ճիշտ է, այդ ամեն ինչ որ ասում են կամ ինչ ա կատարվել, բայց եթե այդ մարդուն ծեծել են, դա լավ բան չի։ Ասենք ամեն ինչ պետք է թողնեն օրենքի սահմաններում, էլի, որ լինի ոչ թե Դրանից հետո հրաժարական այս ամենը։ Ինչի պետք է դա, որ եթե մարդուն ծեծել են իր ախորը, ինչի ինքը պետք է հրաժարական տա դրա համար։ Չէ, կարծես իր եղբայրն է։ Ինչ անենք, որ եղբայրն է պետք է հրաժարական տա, որ ծեծել են եղբայրը, բայց ինչի համար են ծեծել, որ իմանանք ինչի համար է։ Ասենք ինչ որ մի բան որ ապացուցում, ասենք ինչ որ մեկը sense արժանի է, բայց էլի այդ ձևով չէ։ Չի կոպտությունն է, այդ արժանությունները դեմ են ընդհանրապես։ Եթե ինչը ինչ որ մեղավոր է, թող դիմեին դատարան իր մոմենտով, այնտեղ հարցերը կլուծեին, ասենց է թվում։ Ինչ եք կարծում Հայկ Կոնջորյանի եղբոր հետ կապված սկանդալից հետո նա կընտրվի այսուամենայնիվ ազգային ժողովի փոխնախագահ թե հրաժարական կտա։ Դեք նախ ես չգիտեմ Հայկ Կոնջորյանը պատրաստվում է ազգային ժողովի փոխնախագահ ընտրվել թե չէ կամ միգուցե իմանա է։ Ամեն դեպքում առաջինը երկրում շատ կրիմինալ վատ վիճակ է, անթույլատրելի երբևիցե նման բան չի եղել։ Կարծում եմ պետք է շատ խստություն, որտեղ զենք, թմրամիջոցներ, սարսափելի վիճակ է, ասենց բան մեր երկրին սազական չի։ Երկրորդը կարծում եմ շատ ասենց խնդիրների մեջ է հայտնվում միշտ ԿՊ-ի կազմը, որը չգիտեմ։ Մենք նախկիներից ենք դժգոհ, հա, որ բոլոր ինչ-որ կրիմինալիզետ հեղինակություններ բաներ, փաստորեն հիմա նույնն է կրկնվում։ Եթե Հայկ Կոնջորյանի եղբայրը մեղքն է պետք հասկանալ ու մեղքով է այդ խնդիրը եղել։ Եթե նրա եղբայրն է մեղավոր, կարծում եմ նա պետք է կամ հեռանա, կամ չմասնակցի, կամ մի քիչ ստվեր վարակույրի հետև անցնի, չմտնի քաղաքական դաշտ։ Եթե եղբայրը որևէ մեղք չունի, մյուս կողմն ավելի հանցագործ, կարծում եմ հա, կարա իր պաշտոնը շարունակի զբաղեցնել։